Գյուրեր Երուսաղեմացու կոչումն ընծայության։ Գյուրեր Երուսաղեմցի հայրապետը ծնվել է շուրջ 315 թվականին հավանաբար Երուսաղեմում։ 335 թվականին ձեռնադրվել է քահանա, այսինքն 20 տարեկանում։ Իսկ 348 թվականին, երբ 33 տարեկան էր, ընտրվել է Երուսաղեմի եպիսկոպոս։ Եպիսկոպոսական առաջին իսկ տարիներից Գյուրեղը ճշտում է իր դիրքը արիոսական վեճերի նկատմամբ եւ դառնում ուղղափառության ջերմ ջատագովներից մեկը։ Դա պատճառ է դառնում, որպեսզի ամբաստանվի արիոսական եպիսկոպոսներից եւ արտաքսվի Տարսոն։ 357 թվականին կարճ ժամանակով ազատվում է աքսորից եւ վերադառնում իր աթոռը, սակայն շուտով նորից է աքսորվում։ Երրորդ աքսորը տեղի ունենում 367 թվականին, այս անգամ արդեն Վաղես կայսեր հրամանով։ 11 տարի աքսորավայրում մնալուց հետո 378 թվականին կրկին վերադառնում է իր աթոռ եւ մինչեւ իր մահ նվիրվածությամբ եւ ձեռներեցությամբ հովվում իր հոտը։ Գյուրեղ Երուսաղեմացին մասնակցել է Կոստանդնապոլսի 381 թվականի երկրորդ տիեզերական ժողովին, իբրև այդ ժողովի կարևոր դեմքերից մեկը։ Մահացել է 386 թվականին։ Գյուրեղ Երուսաղեմացին արևելքում համարվում է տիեզերական ուսուցիչ, իսկ արևմուտքում 1893 թվականին Լևոն 12-րդ պապի կողմից հռչակվել է վարդապետ եկեղեցու տիտղոսով, արևմուտք ասելով նկատի ունի կաթոլիկ եկեղեցի։ Գյուրեղ Երուսաղեմացու մատենագրության ժառանգության մեջ կարևորագույնը կոչումն ընծայության կամ հաղագս երախայից երկասացությունն է։ Երախա հիշում եք ինչ էր, երեխան կոչում էին չմկրտված մարդկանց, չմկրտվածները կոչում են երախա, ուրեմն հաղագս երախայից նշանակում է երախաների, այսինքն չմկրտվածների համար աշխատությունը, կոչումն ընծայության կամ երեխաների համար, այս չմկրտվածների համար։ Երկասիրությունն է, այն կարևոր աղբյուր է առաջին եկեղեցու դավանանքի եւ պաշտամունքի ուսումնասիրության համար, բաղկացած է երկու ճար ուսուցումներից, որոնք ասվել են 350 թվականին Երուսաղեմի մեծ Կոստանդիանոսի կողմից Աստվածածնի գերեզմանի վրա կառուցված բազիլիկայում։ Երուսաղեմի կարևորագույն սրբավայրերից մեկը Սուրբ Մարիամ Աստվածածնի գերեզմանն է, որի վրա կա Տիրամոր եկեղեցի, Տիրամոր անունով եկեղեցի, իդեպ այն եկեղեցիներից մեկն է, որտեղ ամեն օր պատարագ է մատուցվում։ Սուրբ երկրում, Իսրայելում, ուրեմն 3 այդպիսի եկեղեցիներ կան, որտեղ ամեն օր պատարագ են մատուցում, ուրեմն մեկը Սուրբ Հարության տաճարն է, որտեղ Քրիստոսի գերեզմանն է գտնվում, այնտեղ ամեն օր 3 պատարագ է լինում, հունական, հայկական եւ կաթոլիկ, ուրեմն Քրիստոսի գերեզմանի վրա։ Նաեւ Տիրամոր գերեզմանին ամեն օր հունական եւ հայկական պատարագներ է լինում, ամեն առավոտ։ Այնտեղ գիշերն են անում պատարագներ, այստեղ ամեն առավոտ հունական եւ հայկական պատարագներ են լինում Տիրամոր գերեզմանի վրա։ Պատարագներին նաեւ ուրբաթ եւ չորեքշաբթի օրերը մեր պատարագին զուգահեռ մասնակցում են մեր դավանագից եկեղեցիները, այսինքն ղպտիները եւ ասորինները։ Իրանք մեզ հետ միասին, քանի որ դա մեր իրավունքն է, հայերը իրավունք ունեին պատարագելու, թույլ են տվել իրենց դավանագիցներին մեր պատարագին զուգահեռ, այնտեղ մի քանի սեղաններ կա, զուգահեռ իրենք էլ են պատարագանում։ Այսինքն պատկերացրեք, այս եկեղեցու մի քիչ ավելի մեծ եկեղեցու մեջ 3 տեղ պատարագ է լինում, միտեղ հայկական, միտեղ ղպտիական, միտեղ ասորիների։ Այսպես 3 պատարագ է լինում, ուրեմն այդ 2 օրերը, մնացած օրերը մենք եւ
գույներն ենք պատարակում ուրեմն Աստվածածնի գերեզմանի վրա։ Իդեպ թե Քրիստոսի գերեզմանը, թե Աստվածամոր գերեզմանը թափուր են, գիտեմ չէ որ թափուր են, ինչի, որտեղ Քրիստոս հարություն առավ, իսկ Տիրամայրը երրորդ օրը մահվանից հետո վերափոխվեց երկինք, հա, Քրիստոս եկավ հրեշտակների հետ, մարմինն էլ տարավ երկինք եւ եկան տեսեն գերեզմանը թափուր է, այսինքն Աստվածածնի գերեզմանն էլ թափուր է։ Այդ պատարակները որ անում ենք Տիրամոր գերեզմանի վրա, ոչ թե այդ եկեղեցու մեջ, հայկական պատարակը միշտ լինում է Մարիամ Աստվածածնի հենց գերեզմանի վրա, տապանի վրա, սեղան է դրված, սեղան, որի վրա ուրեմն գերեզման է։ Ասում է Գյուրեր Երուսաղեմացին այս ճառերը, որ պատրաստել էր, ասել է 350 թվականին Երուսաղեմի Մեծն Կոստանդիանոսի կողմից Աստվածածնի գերեզմանի վրա կառուցված բազիլիկայում այդ եկեղեցում։ Այս աշխատությունը մեզ է հասել ունկնդիրներից մեկի սղագրությամբ եւ կարծվում է, որ Գյուրեր Երուսաղեմեցին չի վերանայել այն, այսինքն այդ տեսակետը կա, այսինքն ինքը չի գրել, ինքը խոսել է, ներկաներից մեկը սղագրել է իր խոսածածը եւ նույնիսկ հետո ինքը ենթադրություն կա, որ նույնիսկ ինքը չի էլ վերանայել կամ սրբագրել կամ խմբագրել այդ ինչ որ սղագրել են։ Կարծում է նաեւ տեսակարծիք կա, որ այն խմբագրել է Գյուրեղի հաջորդ Հովանես II Երուսաղեմի եպիսկոպոսը, իրանից հետո եկողը, շուրջ 390 թվականին, այսինքն Գյուրեղի մահից հետո արդեն։ Այս երկի նպատակն է եղել մկրտությամբ պատրաստվող երախաներին ուսուցանել քրիստոնեական վարդապետության հիմնական սկզբունքները եւ բացատրել եկեղեցու խորհուրդների իմաստը։ Կոչումն ընծայությանը ունի հետևյալ գրական միավորումը։ Նախ դրված է մի նախուսուցում, ուր խոսվում է Աստծո կողմից եղած կոչման մեծության, երեխաների ազատ կարգով կամ կոչումը ընդունելու կամ մերժելու, գործված հանցանքների համար անկեղծ զղջման, ուղղափառ հավատքի, թշնամիների դեմ պայքարելու անհրաժեշտության եւ այլնի մասին։ Նախուսուցում, հա, ոնց որ այսօր ասում ենք ներածական կամ նախաբան, հա, այս այնուհետև շարադրված են 18 ուսուցումներ այն երախաների համար, որոնք պատրաստվում են ընդունել մկրտության խորհուրդը։ Այս 18 ճառերը արտասանվել են 40-օրյա պահքի ժամանակ։ Լավ, չէ՞, մենք էլ 40-օրյա պահքի ժամանակ ենք ուզում սկսել այս ամեն ինչը։ Առաջին ճառը հրավիրում է երախաներին ձեռք բերելու այսպես կոչված ընդհանուր սիրտ եւ ընդհանուր հոգի, բոլոր չարությունների եւ թշնամությունների մերժումով եւ այն հոգեկան սնունդով, որ պատճառում է Սուրբ Գրքի ընթերցումը։ Երկրորդ ճառում խոսվում է զղջման, մեղքերի թողության եւ չարի փորձության մասին։ Երրորդ ճառում խոսվում է մկրտության եւ հատկապես մկրտության խորհրդի խորը նշանակության եւ հետևանքների մասին։ Չորրորդ ճառում համառոտակիորեն խոսվում է քրիստոնեական հավատալիքների եւ Սուրբ Գրքի մասին։ 5-րդ ճառում խոսվում է հավատքի մասին։ Իսկ 6-ից 18-րդ ճառերում մեկնվում է Երուսաղեմի հավատացյալների հավատամքը, որը շատ նման է Նիկիո Կոստանդնապոլսյան հավատամքին, այսինքն հավատամքին, որ մենք ասում ենք ուրեմն պատարագի ժամանակ, հետա Նիկիո Կոստանդնապոլսյան հավատամքը դա է, ուրեմն Երուսաղեմում էլ իրենց հավատամքն են ունեցել այդ ժամանակ, այսինքն Գյուրեղ Երուսաղեմացու ժամանակ, որի ժամանակ դեռ Կոստանդնապոլսով ժողովը չէր եղել, հա, բայց ասում են շատ նման էր այդ հավատամքին։ Այնուհետև հաջորդում են 5 խորհրդաուսուցողական ճառեր, որոնք ուղղված են արդեն մկրտվածներին։
Դրանցից առաջինը և երկրորդը մկրտության, երրորդը դրոշմի, չորրորդը և հինգերորդը սուրբ հաղորդության խորհուրդների հանգամանորեն մեկնություն են։ Հակառակ իր ուսուցողական բնութագրին, այս ճառերը ունեն հարուստ ուղղափառ դավանաբանական բնույթ։ Այն ժամանակվա սուրբ երրորդության աստվածային հիպոստասիսները միաժամանակ երեքն են և մեկ, թեև չի օգտագործում համագոհ տերմինը, որ հիմա ասում ենք, սուրբ երրորդությունը համագոհ։ Պայքարելով արիոսականության դեմ, միաժամանակ պայքարում է նաև սաբելականության դեմ։ Սուրբ Հոգուն ներկայացվում է իբրև կենդանի և գործող հիպոստասիս երրորդության գործողության շրջանակում։ Զգալի է կյուրեղի ավանդապահական բնութագիրը, ջանում է միշտ հիմնվել իրենից առաջ հայրերի ուսուցումների վրա, ելնելով այն բանից, որ որոշ ձեռագրերում, այսինքն ճառերը կրում են Հովհաննու անունը և որ թարգմանություններում այդ ճառերը չկան և այլ պատճառաբանություններից որոշ հայրաբաններ պնդում են, որ դրանք գրվել են ոչ թե կյուրեղի, այլ նրա հաջորդ Հովհաննես Երուսաղեմացու կողմից։ Հայրաբանների մեծամասնությունը սակայն այն կարծիքին է, որ եթե անգամ մերժվի կյուրեղի հեղինակությունը, ապա պետք է ընդունել, որ կյուրեղն է, որ խոսել է այդ ճառերը, իսկ Հովհաննեսը խմբագրել։ Կյուրեղ Երուսաղեմացու կոչումն ընծայությանը բազմիցս վկայակոչվել է հայ դավանաբանական գրականության մեջ, հիշատակվել դեռևս Ղազար Փարպեցու, Հովհաննես II Գաբեղենեցու, Անանիա Շիրակացու երկերում։ Կոչում ընծայությանը հայերեն է թարգմանվել 5-րդ դարում, առաջին անգամ տպագրվել է 1727 թվականին Կոստանդնապոլսում։ Հայերեն թարգմանությունը պարունակում է 18 ճառ, սույն ամբողջական 23 ճառերի թարգմանությունը բնագրից կատարել է պրոֆեսոր Կրկիաշարյանը։